Նեյրովիրաբույժի 3 խորհուրդ ուղեղը լավ աշխատելու համար, որպեսզի այն աշխատի ինչպես 20-ամյա երիտասարդի մոտ։ Հաճախ մեր կյանքում հանդիպում ենք այնպիսի իրավիճակներ, երբ փողոցում հանդիպում ենք ծանոթ մարդու, սակայն նրա անունը հիշել չի հաջողվում։ Անունը ինչ-որտեղ հիշողության մեջ է, բառացիորեն լեզվի ծայրին է պատտվում, բայց արտասանել չի ստացվում։ Մտածում ենք ծերությունը ուրախություն չէ։ Սակայն գիտնականները ապացուցել են, որ ծերությունը այստեղ առնչություն չունի, միայն ծուլությունն է եւ մարդկանց մեծամասնության լիակատարան ցանկությունը ստիպել իրենց ուղեղին աշխատել։ Գոյություն ունի գիրք, որը կոչվում է Neurofitness կամ ուղեղը արդյունավետ կյանքի համար, ամերիկացի նեյրովիրաբույժ Ռահուլ Ջանդյալի։ Ներկայումս այս մարդը համարվում է ոչ միայն ուղեղի վիրաբուժության ոլորտում ամենահեղինակավոր մասնագետներից մեկը, այլև վերականգնողական գործընթացների վարպետ, տրավմաներից հետո վերականգնման ժամանակ, ներառյալ Ալցհեյմերի հիվանդությունից եւ կաթվածներից հետո նորմալ կյանք վերադառնալու գործընթացում, անկախ տարիքից։ Այս գիրքը կրում է հիմնական գաղափար. ուղեղը կարելի է վերականգնել, կարելի է ստիպել նրան նորից աշխատել, քանի որ այն հեշտությամբ ենթարկվում է մարզմանը։ Բոլոր խնդիրները միայն ուսուցման եւ ուղեղի մարզման անցանկությունից են, եւ չի կարելի մոռացկոտությունը եւ այլ դժվարությունները բարթել սովորական ծերության վրա։ Կան բազմաթիվ նկարագրություններ, որոնք մանրամասն ներկայացված են առաջարկված սխեմաներով։ Հենց Ջանդյալը համարում է այդ առաջարկությունները անսովոր պարզ, բայց միևնույն ժամանակ զարմանալիորեն արդյունավետ։ Առաջին՝ քառակուսի շնչառություն։ Այս պրակտիկան կոչվում է նաև ռիթմիկ կամ ուշադիր շնչառություն, բայց այն հնարել է ոչ թե Ռահուլը, այլ բուդդայական վանականները եւ յոգաները ավելի քան 2500 տարի առաջ։ Շատ դարեր այն կիրառվել է ուղեղի աշխատանքը բարելավելու համար։ Հենց Ռահուլը մասնակցել է փորձարկման, որի արդյունքում հաստատվել է ուղեղի աշխատանքի բարելավման եւ այս պրակտիկայի միջև իրական կապը։ Առաջին՝ ռիթմիկ շնչառությունը բարելավում է ուշաձև մարմնի աշխատանքը, ստիպում է օրգանիզմին ճիշտ արձագանքել տարբեր հույզերին, որպեսզի ճիշտ աշխատանքի դեպքում մարդն ավելի լավ հաղթահարի սթրեսը։ Համարվում է, որ հենց սթրեսն է վաղաժամ եւ արագ ծերացման հիմնական պատճառը։ Երկրորդ՝ ռիթմիկ շնչառությունը ապահովում է նյարդային մանրաթելերի կայուն աճ գլխուղեղի կեղևում, կարգավորում է սրտի զարկերի հաճախությունը, արագացնում արյան ճնշման վերականգնումը, օգնում կենտրոնացնել ուշադրությունը, պաշտպանում հույզերի բռնկումներից։ Սա հանգեցնում է մտածողության գործընթացի արագացմանը եւ ճիշտ որոշումներ գտնելու հեշտացմանը։ Երրորդ՝ նեյրոնային կապերը սկսում են ճիշտ աշխատել, կոգնիտիվ ֆունկցիաները դառնում են ավելի կայուն, խոսքը, ուշադրությունը, հպման զգացողությունը պահպանվում են, այն ամենը, ինչ կարող է ոչնչացվել դեմենցիայի պատճառով, ծերության հիմնական հիվանդությանը։ Չորրորդ՝ մտավոր ակտիվությունը նյարդային համակարգի հետ ստանում է զարմանալի էֆեկտ, բարելավում է ուղեղի բաժինների միջև կապը նյարդային համակարգի հետ։ Բացի այդ, սրվում է ինտուիցիան, այդ 6-րդ զգայարմամբ, որը թույլ է տալիս կանխել պանիկային հարձակումները եւ բարելավել ընկալումը, օրգանների ազդանշանները այլ կերպ են ընկալվում։ Հավանաբար ռիթմիկ շնչառությունը բարդ համակարգ է թվում, բայց իրականում ոչ, ամեն ինչ շատ պարզ է։ Ճիշտ է, դրա համար պետք է հեռախոսից հեռու մնալ գոնե 5-10 րոպե, հետո հանգիստ եւ ընդունել հարմարավետ դիրք, հանգստանալ, մտքերը քշել գլխից։ Միայն շնչառությանը արժանի առավելագույն կենտրոնացում։ Հաշվելով 1, 2, 3, 4 խոր շունչ քթով, սա կարևոր է, հետո պահել շունչը, հաշվելով ներսում 1, 2, 3, 4, հանգիստ արտաշնչել քթով, նորից 1, 2, 3, 4 եւ կրկին հաշվել 1, 2, 3, 4 նախքան հաջորդ շունչը։ Ավելին ոչինչ պետք չի անել։ Իրականում երբեմն նույնիսկ 5 րոպեով մտքերից ազատվելը դժվար է, սակայն Ջանդյալը պնդում է, որ այս պարզ պրակտիկան օգնել է բազմաթիվ մարդկանց չդառնալ իր հիվանդները կրկին։ Երկրորդ՝ շաբաթը 2 անգամ առանց նախաճաշի։ Այս հետազոտության մեջ նրան օգնել են գործընկերների աշխատանքները։ Օրինակ, Ջոնս Հոփքինս համալսարանի նեյրոգենսաբան Մարկ Մեթսոնը պնդում էր, որ հենց ընդմիջվող ծոմապահությունը օգնում է երիտասարդացնել օրգանիզմը եւ գործարկել ծերացման հակառակ գործընթացները։ Այսպիսի բեռնաթափումը ստիպում է արթնանալ օրգաններին։ Ուղեղը դրական ազդանշաններ է ուղարկում բոլոր օրգաններին։ Օրինակ, նախաճաշի բացակայությունը իջեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը, բարելավում արյան ճնշման կարգավորումը, ուժեղացնում բոլոր մետաբոլիկ գործընթացները։ Այս համակարգը ստացել է աջակցություն։ Ջանդյալը փորձել է ինքն իր վրա եւ ստեղծել 16-ժամյա ծոմապահություն, երեկոյան ժամը 5-ից ոչ ուշ ընթրել, հետո հաջորդ օրը միայն հեղուկներ, ջուր կամ թեյ։ Նրա կարծիքով այսպիսի ծոմապահությունը օգնում է կենտրոնանալ եւ հեշտացնում բազմաժամյա վիրահատությունները։ Միտքը մնում է պարզ, կոորդինացիան կատարյալ։ Սկզբի համար կարելի է պարզապես շաբաթը 2 անգամ չնախաճաշել, 3 օր ընդմիջումով։ Այդպիսի ընթացակարգերը բավարար են դեմենցիայի զարգացումը դադարեցնելու համար։ Բացի այդ, դրական ազդեցություն ունեն հիշողության հետ կապված
կապված հիվանդությունների կանգնեցման վրա։ Երկրորդ, ավելի շատ կանգնել։ Մարդկանց ժամանակի մեծ մասը անցկացնում են նստած դիրքում, բայց եթե դրան ավելացնենք սովորական 8-ժամյա քունը, պարզվում է, որ ուղղահայաց դիրքում մարդը գրեթե ժամանակ չի անցկացնում, բայց ուղեղը զարգանում է հենց ուղղահայաց քայլողների մոտ։ Սպիտակուցի առավելագույն քանակությունը արտադրվում է հենց ուղղահայաց դիրքում, պետք է հիշել սա։ Այս պարզ խորհուրդները կարող են պահպանել ուղեղի աշխատանքը եւ ընդհանուր ինքնազգացողությունը բարելավել։ Չինաստանի ժամանակակից բնակչությունը որքան էլ մեծ լինի, քիչ կգտնվեն այնպիսի մարդիկ, ում անունները պատված են լեգենդներով եւ միստիցիզմով, ինչպես Լաո Ցզին։ Ասում են, նա դաոսիզմի հիմնադիրն էր, հայտնի փիլիսոփա, մինչև հիմա նրա պատվին տաճարներ են կառուցվում, բայց բացի դրանից մարդու մասին գրեթե ոչինչ հայտնի չէ, բացի լեգենդներից։ Նա գրել է Դաո Դե Ծին գիրքը, նվիրված մարդու կյանքի ուղուն։ Շատերը այն թարգմանում են որպես ճանապարհ եւ բարոյականություն, հազիվ թե հեղինակը այլ ավելի սակրալ եւ միստիկ իմաստ դրած լինի։ Լաո Ցզին, ինչպես ասում են իմաստունները, ստեղծել է նաեւ ուղեղի գիմնաստիկա։ Որպես տարբեր վարժությունների հեղինակ, նա չէր կարող չկիսվել այդ հմտությամբ ուրիշների հետ։ Համարվում է, որ նա մշակել է այդպիսի վարժությունների համակարգ, ինչպես երկար ժամանակ պահպանել մտքի պարզությունը, բայց այդ գործողությունները նաև օգնում են բարելավել ընդհանուր ինքնազգացողությունը։ Պատճառը պարզ է. վարժությունները ուղղված են օրգանիզմի կենսաբանորեն ակտիվ կետերին, մակերևույթի յուրաքանչյուր կետ կապված է ներսի ինչ-որ բանի հետ։ Այդ վարժությունների կատարումը տևում է ոչ ավելի քան 5 րոպե, բայց դրական էֆեկտ է տալիս ամբողջ օրվա համար։ Ընդհանուր առմամբ հիշողության բարելավման մեթոդիկա Լաո Ցզիից։ Յուրաքանչյուր կետ ունի իր անունը։ Առաջին՝ Յին տան, բառացի թարգմանությամբ փակված կամ կնքված պալատ, գտնվում է հոնքերի միջև, քթի կամրջի վերևում։ Այս կետի վրա բավարար է ազդել մատի ծայրով, մերսող, հանգիստ, սահուն շարժումներով, բավարար է շրջանաձև շարժումներ ժամացույցի սլաքի ուղղությամբ։ Երկրորդ՝ աչքերի շուրջը նույնպես մերսել, ոչ շփելով, այլ կետային։ Այս անգամ շրջանաձև ուղղությունը կարևոր չէ, բավարար է շրջանաձև շարժվել ներքին կողմից, գլխավորն սիմետրիկ երկու աչքերի վրա։ Վարժության ավարտի համար բավարար է 16 անցում։ Երրորդ՝ նույնքան սեղմումներ ցզու անգետերին, որոնք գտնվում են բերանի անկյուններից 1 սանտիմետր հեռու, գործել միաժամանակ ձախ եւ աջ կողմերից, թեթև եւ սահուն սեղմումներով, ոչ մի դեպքում չշտապել։ Վարժության համար բերանը պետք է մի քիչ բացել։ Չորրորդ՝ Սիբայ։ Այս կետը գտնելու համար պետք է փակել աչքերը։ Այն գտնվում է աչքի խորոչի ստորին մասում հենց բիբի տակ, եւ նորից աշխատում են մատների բարձիկները։ Վարժությունը համարվում է կատարված 16 սեղմումներով։ 5-րդ՝ Քիթ եւ պարանոց։ Քիթը մերսելու համար պետք է ամբողջ երկարությամբ անցնել մերսող շարժումներով, մատներով երկու կողմերից միաժամանակ։ Հետո քթի ամբողջական մշակումից հետո անցնել պարանոցին։ Այստեղ նույնպես ափերով շփել կողքերից, սահուն վերևից վար։ Վարժությունը քթի եւ պարանոցի համար պետք է կատարել 16 անգամ։ Այդ թիվը միասնական է բոլոր վարժությունների համար։ 6-րդ՝ Կատվի լվացում։ Ափերը մերսելով շարժվում են դեմքով վերևից վար, ճիշտ իմիտացիա անելով կատվի թաթերի շարժումներին։ 7-րդ՝ Նորից իմիտացիա, մազերի սանրում։ Սա իրականում ոչ այնքան մազերի հետ աշխատանք է, որքան գլխի մաշկի մերսում։ Շարժումները կատարվում են երկու ձեռքերով, ճակատից դեպի գլխի հետնամաս։ Վարժության ընթացքում մաշկը պետք է տեղաշարժվի համապատասխան ուղղություններով, բայց չպետք է չափազանցել։ Շարժումները ինչպես նախկինում սահուն եւ զգուշ։ Ավարտվում է մատերով սանրումով, ոչ թե սանրով։ 8-րդ՝ Վերջում կարելի է թակել երկնային թմբուկին։ Դրա համար պետք է ականջները փակել ափերով ամբողջությամբ, ինչպես հերմետիկ փակելով։ Մոտավորապես այն գծի վրա, որտեղ կարելի է շոշափել գանգի հիմքի ոսկրը։ Այս կետն ունի նաև երկրորդ անուն՝ հոգու կետ։ Ոմանք կոչում են այն Կոնֆուցիուսի կետ։ Այս երկու մեծ մարդից ծանոթ էին եւ կիսվում էին գիտելիքներով։ Ասում են հենց Կոնֆուցիուսը փոխանցել է Լաո Ցզիին տեղեկություն, որ այս կետի վրա ազդելով կարելի է երիտասարդացնել օրգանիզմը եւ պահպանել բարձ հայացքը։ Այդպես էին ասում երկու փիլիսոփաները։ Կարևոր է հիշել վերջին վարժության ավարտին ձեռքերը չհեռացնել ականջներից անմիջապես։ Սկզբում ավարտել մատերի շարժումները, հետո որոշ ժամանակ ափերը մնան սեղմած։ Հետո ինչպես մեծ ջանք հաղթահարելով, ափերը կտրել ականջներից, հետո նորից սեղմել։ Սա կրկնել ոչ ավելի քան 5 անգամ։ Ահա այսպես է տեղի ունենում թակոցը երկնային թմբուկին։ Այս վարժությամբ ավարտվում է ամբողջ համալիրը։ Նրա կատարման համար շատ ժամանակ չի պահանջվի, բայց էֆեկտը բազմապատիկ գերազանցում է ծախսված ժամանակին։